Հաշվարկը մեզ հուշում է, որ ուրեմն 540,000 հաշվեցի ես, եթե գումարում ենք այս բանին միացած, հայտարարությանը միացած 3 քաղաքական ուժերին եւս, ազգային ժողովրդավարական PVR 5481 հոգի, Հայ ազգային կոնգրես 3143 հոգի եւ Լուսավոր Հայաստան 7439 հոգի։ Մոտ 550,000 մարդ քվե է տվել գոնե այս 6 քաղաքական ուժին։ Այս 6 քաղաքական ուժերից 550,000-ից ամեն 10 հոգուց մեկը որ կա ուրեմն հանրահավաքի կլինի 50,000-անոց շատ հարգելի հանրահավաք։ Ասում են, որ քաղաքացիական պայմանագրի հանրապետության հրապարակում հունիսի 5-ի հանրահավաքին 25-30,000 մարդ է մասնակցել, ոչ ավելին, 50,000-անոց հանրահավաք ինձ թվում է, որ բանը արժե կազմակերպել, ինչու՞ չէ, որ այսպիսի հզոր ուժեր են, այսպիսի հզոր քվեներ են ստացել, հա, ելնեն կազմակերպեն էլի այդ հանրահավաքը։ Ելեք կազմակերպեք ձեր այս հայտարարության տեքստի հիման վրա, սկսեք պայքարել ձեր իրավունքները, ձեր ընտրողների քվեները պաշտպանեք, լավ, մնացածը սա խեչ, գոնե ձեզ այդքան մարդ քվե է տվել։ Ելեք պաշտպանեք կամ այս 3 կուսակցությունը, կամ 4-ը ասենք, Բարգավաճ Հայաստան, դե խորհրդարան չի անցել 58,000, կոնգրես գումարած ուրեմն եւս 3,000, եղավ 61,000, Հայաստան տաշինքը չէ, Լուսավոր Հայաստան 7,000, հա, եւ PVR ասացինք, չասացինք 5,000 էլ տա, 12, 13, 75,000 քվե են տվել, Հայաստան տաշինքինը չհաշված, իրենք պատգամավոր կունենան, իրենք կպայքարեն խորհրդարանի ներսում, այսպես ասենք, ուժեղ Հայաստանը չհաշված, մանավանդ հայտարարել են, որ բան է էլի, լավ չէ հանրահավաք անելը, մի վարքյան, ինչու լավ չէ, մի րոպե, մտահոգություն էին հայտնել, որ եթե հանրահավաք անենք, սադրանքներ կլինի, մարդիկ կզոհվեն, մարտի 1-ի ախորժակ են պահել, ինչ են արել, չգիտեմ, ինչ են վատ տխուր բաներ պատմում էլի մեզ, ինչու։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։